ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am։ Վարչական վերահսկողությունն է նկատմամբ ոտեսական միջոց կիրառվել, ձայնագրություն հրապարակեց, սրա հետ կապված ինչ կասեք, ընդհանուր գնահատական, քանի որ այսպես տեսակետը նրանց փաստաբանները պնդում են, որ սա հերթական քաղաքական այսպես հելափնություն է, եթե ձայնագրությունները լսել եք, Ձայնագրությունները լսել եմ, որ այդ կանանցից առնվազն մեկը ինչ-որ մի կնոջ կամ տղամարդու խոսում է նրան հեռուստացույց նվիրելու կամ հեռուստացույցի փոխարեն գումարը տալու մասին, ինչը բոլորդ գիտեք, որ հակաօրինական է ընտրական շրջանում, ես էլ չեմ կարող նման բան անել, մյուս քաղաքական թիմերի ներկայացուցիչներն էլ չեն կարող նման բան անել, ով էլ նմանատիպ բան անի, պետք է համապատասխան քրեաիրավական գնահատական ստանա դա, բայց մի վարքյան։ Բայց ձայնագրությունը ինչի մասին էր։ Բայց կներեք, այդ կնոջը հեռուստացույց տալու կամ հեռուստացույցի տեղը փողը տալու ձայնագրությունը ինչի մասին է, դա այդ ինչա, բայց ավարտեմ կներեք, պարոն Կիրակոսյան, Ես թվաց ուզում եք ասեցի, ի սկզբանե զգուշացնեմ, որ ավարտեմ, բայց պիտի ասեմ, որ սա ուղղակի ես չգիտեմ ինչ աստիճանի խայտառակություն է, որ իրանց ուժեղ հռչակած ձյաձյաները, իրանց ձյաձյաների տեղ դրած ուժեղ մարդիկ մանկահասակ ու նորածին երեխա ունեցող կանանց են ներգրավում այդ ընտրատասովկայի գործերում, նրանց միջոցով են փորձում այդ կեղտոտ գործը առաջ տանել, փաստացի նրանց դարձնում են իրենց կեղտոտ խաղերի զոհը, որտեղ գիտեք, որ օրենքի համար այդ տարբերությունը շատ չկա, օրենքը տեսնում է, իրավապահ համակարգը տեսնում է օրենքի խախտում ու պարտավոր է գնա դրա հետևից, ուրիշ բան, որ այդ մարդիկ թաքնվում են նորածին երեխաներ ունեցող կանանց թիկունքում, այդ նորածին երեխաներ ունեցող կանանց են ստիպում ներգրավել նմանատիպ գործեր։ Ներողություն հստակ եք, որ այդ հեռախոսազանգը չի եղել մինչև Հայաստանի նախագահի կողմից ընտրությունների օրը որոշելով հրամանագրի ստորագրել։ Հակառակ կներեք, հակառակ պարագայում այս քրեական գործը իմաստ չէր ունենում։ Վստահում եմ քննչական կոմիտեի կոմպետենտության։ Իրենք ասում են, որ հաջորդ խորհրդարանում, որտեղի հարցերի է Սամվել Կարապետյանը, ուժեղ Հայաստանում նորածին ունեցող մայրերը չեն բացատրվելու, չեն քրեական գործերով անցնելու։ Եվ ձեզ մեղադրում եմ, որ նոր կերակրող օրը տարել եք այսպիսի ձերբակալել։ Դե ես էլ ասում եմ, դա ուղղակի վախկոտ, տմարդի, թուլամորթ, թուլակամ, էլ ինչ հոմանիշները կարակ ինքներդ ինչքան ուզում եք հոմանիշ լսնեք այս բառետակ մարդու արարքա, որ նորածին երեխա ունեցող կնոջը ներգրավեն ընտրատասովկայի մեջ, այդ կնոջ միջոցով կեղտոտ փողերի շրջանառություն կազմակերպեն, այդ կնոջը դնեն հարվածի տակ, որպեսզի այսօր կանգնեն տենց ելույթներ ունեն։ Բախի չեն իրանց ընտանիքի անդամներով այդ կեղտոտ գործը անում, որ բայց խի իրանք չեն անում, այդ ուժեղ տղերքը խի չեն անում։ Օրինակ Կալուգացի Սամոն խի անձամբ այդ տասովկի գործերը չի անում։ Իր եղբայրը, եղբոր տղան խի անձամբ չեն անում, որ այդ մարդկանց, որ այդ կանանց փուռը տան, որ այդ նորածին երեխա ունեցող կանանց փուռը տան։ Պարոն Ալեքսանյան, բայց Նարեկ Կարապետյանը այդպես չի դիտարկում, ասում է օրինակ նույն այս իշխանության որևէ ներկայացուցիչ կարող է նման Նարեկ ասում է կարող է նման ձևով բանակցել, օրինակ գործարար մարդու հետ։ Որ ձևով արհեստական բանականությամբ նկատի ունի։ Այսինքն դուք լսել եք այդ մարդու խոսալ, ասում է նման ձևով, որ ձևով։ Այդ նման ձևով, եկեք մի հատ դնենք իր ելույթը լսենք, հա։ Ալեքսանյան մի հատ էլի օրինակ, եթե ասում են օրենքը բոլորի համար է, օրինակ չեք կարծում, որ այս դեպքում էլ երբ որ օրինակ հոզաշրջեցած, օրինակ նույն ձեր ուժն է գնում քաղաքացիների հետ հանդիպում, ասում են թոշակները բարձրացնենք կամ քաղաքացիները։ Չի ասում կբարձրացնենք, ասում են բարձրացրել ենք։ Որ հարցով, օրինակ կոնկրետ բերեք, չէ, կոնկրետ բերեք։ Մենք տեսանյութերում չենք տեսել, որ քաղաքացիները մոտենում են, կներեք, մի վարքան։ Ինչ որ հարցով իրենք խոսում են։ Ինչ հարցով։ Չէ, պետքա հստակ բերեք օրինակը։ Չէ, իրանց տան հարցովն էլ է, մի վարքյան, կներեք, ստեղ հարցը հետևյալն է որպես այդպիսին։ Կա հստակ օրենսդրական կարգավորում։ Այդ օրենսդրական կարգավորումը եւ առհասարակ այս թեմատիկան այնքան հստակ է, որ այստեղ չգիտեմ ինչի մասն է էլի խոսքը։ Հիմա օրինակ գնում ենք, այո, մարդկա ասում է մեր գյուղում դպրոց չկա։ Մենք տեսնում ենք, որ օրինակ մեր կառավարության ծրագրով նախատեսվում է այդ գյուղում կառուցել դպրոց ու մենք այո ասում ենք
կլուծենք այդ հարցը։ Այստեղ խնդիր չկա։ Հիմա իրանք էլ հազար ու մի բան են խոստանում, որտեղ քաղաքական ուժերը նախընտրական ծրագիր են ներկայացնում ու դա նորմալ է։ Բայց ուրիշ բան է, որ դուք գաք ինձ ասեք, գիտեք ինչ, ես ուսման վարձի փող չունեմ, ես ասեմ կլուծենք այդ հարցը։ Այ դա արդեն նախընտրական բարեգործության խոստում է, որ օրենքով արգելված է, ինձ դրա համար պետքա դատեն, եթե ես նմանատիպ արտահայտություն անեմ։ Պարոն Ալեքսանյան, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է եւ կոչով դիմել է ընդդիմադիր մյուս բոլոր գործընկերներին անկախ բոլոր դիրքորոշումներից հանրահավաքի մասնակցել։ Ըստ ձեզ այս հանրահավաքը ինչ ասելիք ունի, ինչու է այդ։ Դե հանրահավաքը չգիտեմ, բայց դե բոլորը միասին են, էլի ընդհանուր ընդդիմադիր գործիչներին, եթե դիտարկենք որպես վիրավորանքի դաշտում չեմ ասում, էլի ոնց որ sense խաղաքարտերի կարտերի նման հիմա sense բաժանել են, անիմաստ ցրել են տարբեր թիմերի, առանց նայելու ով է հետևը, ոնց է հետևը։ Օրինակ տեսել եք Քոչարյանի խմբակցության ներկայիս պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնվել է Գագիկ Ծառուկյանի ցուցակում, ու Ծառուկյանն էլ հայտարարում է, որ իրենք չեն քվեարկելու Քոչարյանի օգտին։ Չէ, ընդհանրապես քաղաքական դա ինչ որ խնդիր։ Պարոն Կիրակոսյան, ես օրինապահ մարմնի ներկայացուցիչ չեմ, ես քաղաքական գործիչ եմ, ես քաղաքական գնահատական եմ տա։ Որ Էլինար Վարդանյան հիմա Քոչարյանը Պարոն Կիրակոսյան, հիմա ասացում եք կրիմինալ բան չկա, հիմա ինչի եք ինձ այդ հարց տալիս։ դեռ հասկանալու եք խնդիրը։ Հիմա որ փողեք ավարտեմ, կհասկանամ։ Քոչարյանի խմբակցության գործող պատգամավորը, ով դեռ Քոչարյանի խմբակցության պատգամավորը, հիմա մի թիմի ցուցակում է, որի առաջնորդը հայտարարել է, որ իրանք Քոչարյանին ձայն չեն տալու։ Այստեղ քաղաքական դիսոնանս տեսնում եք, թե չէ։ Համաձայնություն գրաման է դուրս եկել։ Դե շատ բան է կարող, ես իմ ասում եմ, այստեղ կոնկրետ քաղաքական դիսոնանս կա, սա քաղաքական աբսուրդ է, որ մարդը լինելով այդ մի խմբակցության անդամ, հաստատի հիմա մի թիմում է, որ իբր պետքա Քոչարյանին ձայն չտա։ Ես դա եմ ընդգծում, ասում եմ, որ սա ուղղակի աբսուրդ է, դա սուտ է, այդ քաղաքական թիմերի խոսույթը առհասարակ ամբողջությամբ աբսուրդ է։ Փաստացի Կալուգայի Սամոն, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, այս 3 քաղաքական թիմերի մեջ կա մեկ հայտարարված վարչապետի տեխնացու, դա Ռոբերտ Քոչարյանն է, որտեղ Կալուգած Սամոն օրենքով չի կարող լինել վարչապետի տեխնացու կամ վարչապետ։ Ծառուկյանը հայտարարում է, որ ինքը չգիտեն ով է, գաղտնի ինչ որ տեխնացու կա, եւ այս 3-ի մեջից միակ տեխնացու Ռոբերտ Քոչարյանն է։ Սրա մասին։ Արդեն քաղաքացիությունից հրաժարվելու այլ երկրների գործընթաց է սկսվել։ Ինչ գործընթաց, դա հեքիաթ է։ Թող այդ դիմումները հրապարակային ներկայացնեն, որոնք իրանք ուղարկել են իր քաղաքացիության բոլոր երկրներին, որպեսզի այդ ամեն ինչը տեղի ունենա։ Թող ներկայացնեն այդ դիմումները։ Թող հրապարակային գրեն, ասեն, նկարեն այդ դիմումները, դնեն, ասեն, այ այս դիմումները մենք ուղարկել ենք այսինչ երկրներ, դա հեքիաթ է։ Պարոն Ալեքսանյան, մենք արդեն կարելի ասել ամենօրյա ռեժիմով ենք, ականատես լինում, մարդկանց հենց նույն են Դավիթ Մինասյանը, որը փորձեց հարվածել վարչապետին, թեև երեք բաց թողեցին, սկսեցին ասել, թե նա երեխա է, դպրոցը չի ավարտել, այս նույն կանանց պատմությունը, կարծեք թե անվերջանալի շղթա է։ Ի վերջո ձեր կոչը ո՞րն է, որտեղ անդադ շարունակվելու է այն մարդկանց, որոնք գուցե չգիտակցելով ներգրավում են քրեորեն աջելի ինչ-որ Իմ կոչը հետևյալն է, որ սիրելի քաղաքացիներ, ընդդիմությունը ձեզ բոլորիդ փուրն է տալու։ Ընդդիմության համար դուք պետք է միայն օրենքի խախտում կատարած եւ կալանավորված վիճակում։ Ընդդիմությանը ուրիշ կարգավիճակով դուք պետք չեք։ Լինեք դուք նորացնի մայր, լինեք դուք երիտասարդ կամ նույնիսկ դպրոցական։ Դուք նրանց պետք է միայն նրա համար, որպեսզի կատարեք այնպիսի արարք, որը իրենք կամ իրենց ընտանիքի անդամները չեն կատարի, որտեղ բավականաչափ խելք ունեն ու ինքնապահպանման ինստինկտ ունեն դրա համար։ Իսկ դուք կկատարեք ու նրանք դրանից հետո կկարողանան ձեր արարքին համարժեք իրավական գնահատականի վրա քաղաքական կապիտալ կառուցել։ Մի տրվեք նրանց խոսույթին ու առհասարակ մի կատարեք այնպիսի գործողություններ նրանց թելադրանքով, որոնք հակոտնյա են Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ։ Պարոն Ալեքսանդր, դուք շարունակ խոսում եք 3 այդ ընդդիմադիրների, այս քրեական գործեր տարբեր քաղաքացիներին եք հիմա հորդորում ինչ-որ բաներ։ Եթե դուք ձեր հաղթանակի վրա վստահ եք, ինչ եք շարունակ թիրախավորում ընդդիմադիրներին տարբեր ձևով եւ պատերազմի հետ կապված խոսույթը եւ այլ խոսույթներ։ Եթե դուք վստահ եք, դուք անցնելու եք
ինչ եք անդադ Ես կներեք էլի, ես Սերժ Սարգսյանը չեմ, որ ստեղ կանգնեմ, ասեմ 100-ից 60 խփեմ, 70 խփեմ, թե 80 խփեմ։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոնց որոշի, այդպես էլ լինելու է։ Ես այդ բանը չեմ կարող ստեղ պնդեմ ասեմ։ Վարչապետը փոխարեն ասել, որ 60% Ժորժ ջան, ակնկալիքը եւ վստահ լինելը արդյունքի վրա խիստ տարբեր բաներ են, իսկ հիմա դուք դա հասկանում եք։ Դուք դա հասկանում եք, չէ՞։ Ճիշտ եմ հասկանում։ Բայց կներեք հարցին ապատասխանեմ ձեր գործընկեր, ճիշտ վերաբերում է թե ինչ ենք խոսում ընդդիմությունից, եկել եմ ստեղ կանգնել եմ Միջև այս պահը ինչ հարց տվել եք, սիրելի գործընկերներ, եղել է ընդդիմության մասին, գամ ստեղ կանգնեմ, դուք ինձ ընդդիմության մասին հարց տաք, ես խոսամ, չգիտեմ, այտենց լուսնի շուրջը ճամփորդությունից նվիրում եք 3 ընդդիմադիր ուժերին։ Նշանակում է այդ 3-ից մտավախություն ունեք։ Նրանց համախմբումից մտավախություն ունեք։ Նրանց համախմբումը արդեն իսկ կայացած փաստ է, որպես այդպեսին, այսինքն այդտեղ ինչ որ մտավախության հարց չկա, դա տեղի ունեցած փաստ է, իսկ թե այդ միասնության ինչ գնահատական կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, կարծում եմ շատ ուշագրավ է լինելու, բոլորիդ խորհուրդ եմ տալու դա դիտել հունիսի 7-ին։ Պարոն Ալեքսանյան, իշխանությունը 65% պետք է որպեսզի կարողանա սահմանադրության նախագիծը հավանության արժանացնի եւ դնի հանրաքվեի, միայն դա է 65% ունենալու նպատակը։ Մենք կարծում ենք, բացի դրանից, բացի ամեն ինչից վերացարկվելով, մենք կարծում ենք, որ նախորդ ընտրությունների համեմատ մենք շատ մեծածավալ աշխատանք ենք կատարել ու այդ աշխատանքը նաև պիտի արտացոլվի, այդ աշխատանքի գնահատականը մենք կարծում ենք, որ լավ կլինի, որ արտացոլվի քաղաքացու քվեը։ Սա էլ է կարևոր հանգամանք։ Բայց կա այնուհանդերձ մտավախություն, որ սահմանադրության նախագիծը խորհրդարանում հավանության չարժանանալու ռիսկ կարող է առաջանալ եւ այդ պարագայում իշխանությունները ինչ են անելու։ Հաշվի առնելով, որ արտաքին Կներեք, ես բանը այդ ընտրական կանխատեսումներ անելը տոկոսային հարաբերություն եւ այլն, ինչպես կլինի, այս մեկը ինչ կլինի, մեկը ոնց կլինի, ինչպես կլինի, ես դրա էլ կշարժվենք առաջ, բայց իմ կարծիքն է, որ դա լավ ժանր չի քաղաքական գործի համար առհասարակ նման կանխատեսումներ անել։ Ուրիշ բան, այո, մենք կարանք հայտարենք եւ մենք հայտարարում ենք, որ մեր ակնկալիքը եւ մեր նպատակը այս ընտրություններում սա է, բայց սա մեր նպատակն է եւ ոչ թե մեր կանխատեսումը կամ մեր, չգիտեմ, երաշխավորված ինչ-որ մի բան, սա մեր ակնկալիքն է եւ մեր նպատակը այս ընտրություններում։ ԿՊ-ին քննարկվել է սահմանադրության նախագիծը, ավարտել եք այդ քննարկումները, թե չենք ավարտել, բազմիցս քննարկվել։ ինչի տարբեր ամենատարբեր քննարկումներ կան ամենատարբեր ձևաչափերով։ Կներեք, դուք կարդացել եք, պարոն Ալեքսանյան, Որ մի քանի նախագիծ եմ կարդացել, ինչպես գիտեք, չէ, չգիտեմ վերջինը որն անկեղծ ասած, ես պետաիրավական բլոկից չեմ ու այդքան շատ ներգրավված չեմ այդ աշխատանքներում, բայց սևագրային մի քանի օրինակ այո տեսել եմ։ Իսկ երբ կներկայացվի արդեն։ Չեմ կարող ասել, կարծում եմ համապատասխան Փաշինյանը ասում էր, եթե առաջին հանրաքվեով բլոկ չանցնի, մենք պատրաստ ենք անգամ 2 անգամ հանրաքվե անցնել։ Այսինքն կարծում եք, որ դրա կարիքը կլինի, այդպես մտավախություն կա, որ առաջին չի հաջողվում։ Այստեղ կարծելու մասին չի խոսքը, այստեղ էլի այտենց իրավիճակի նկարագրություն ա եղել, ես ինչքան եթե չեմ սխալվում, հարցը այդպես է ձևակերպված, որ եթե այսպես լինի ինչ կանեք, դա էլ դրա պատասխանն է արկելու։ Պարոն Ալեքսանյան, դուք անդադ խոսում եք ընդդիմադիրների կաշառքի մասին, բարեգործության այդ արգելքը խախտելու մասին, բայց ձեզ ընդդիմադիրներն ասում են նախընտրական տարի սկսվելուց պես դուք պետական բյուջեի հաշվին եք կաշառք տալիս հասարակությանը։ Ապահովագրական համակարգի ներդրումը, թոշակների բարձրացումը, օրինակ նույն ասում են կաշառել եք նաև զինվորների ծառայության ժամկետը կրճատելու այդ հանգամանքը։ Այսպես թվում է շատ բաներ, որ օրինակ էլ ինչ այդքան է դեռ Պարտավճարները, այո, օրինական կարող եք այսպես թվարկել, որոնք նախընտրական այս տարվա ճիշտ ավելի քիչ քան այն միլիոնները ստանում բարձր։ Շատ լավ։ Դե եկեք ուրեմն հասկանանք։ Նման բան ասող ընդդիմադիր գործիչը կներեք ինձ այս բառի համար, բայց տգետ է։ Ինչի՞։ Որովհետև դրա համար պետք է ընդամենը 21 թվականի քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը բացել կարդալ։ Այնտեղ տեսնենք զինվորական ծառայության ժամկետի կրճատում, որը այո իրականացրել են։
Կարդալ հաջորդ տողով թոշակների բարձրացում եւ հասցնում նվազագույն սպառողական զամբյուղին նվազագույն կենսաթոշակը։ Հետո կարդալ առողջապահության պարտադիր ապահովագրություն։ Միայն նախընտրական տարում եւ ընդամենը 2-3 ամիս առաջ։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում բացի մեզնից եղել է 3 տարբեր քաղաքական մեծամասնություն։ Այդ 3 տարբեր նման բան չի ասվել, պարոն Կիրակոսյան, դա կեղտոտ մանիպուլյացիա է, կոնտեքստից կտրած, հակապցրեք անպայման ուրեմն վարչապետի խոսքը ամբողջությամբ կթողնեք, որտեղ հստակ երևում է, որ վարչապետը ասում է մարդու ծախսի, թոշակառուի ծախսի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ ծախսը առողջապահությունն է։ Այդ 10,000 դրամը եթե ավելացնենք, ինչ է անելու, տանելու է ծախսի իր առողջապահության վրա։ Այդ կտորը եթե ամբողջությամբ թողնելու եք նկատենք, որ տենց է ասվել, այո, ասվել է։ Ու այդ ընդհանրապես հակասություն չեմ տեսնում։ Դուք տեսնում եք հակասություն։ Ես հիշեցնում եմ, ես Չեք հիշեցնում, դա կոնտեքստից կտրած կեղտոտ մանիպուլյատիվ հնարք է եղել։ Չէ, ձեր հարցը չեմ վերավորակում, ես խոսում եմ ընդդիմության այն բանի մասին, որ այդ խոսույթը sense կոնտեքստից կտրած կեղտոտ մանիպուլյատիվ հնարքով ներկայացնում են, թե իբր ասելա չգիտեն ինչի վրա ծախսեն, այնինչ մարդը խոսում էր նրա մասին, որ 10,000 դրամը եթե ավելացնենք, մարդը մեկա տանելու է ծախսի առողջապահության վրա, ու միևնույն է այդ հարցը չի կարողանալու լուծի։ Իսկ առողջապահության ապահովագրության մեր 600,000 քաղաքացիներ բազմամիլիոնանոց վիրահատություններ են ստանում։ Ամիսը մենակ 20,000-ի, 30,000-ի, 40,000-ի դեղ են ստանում, հələ այդքանին էլ վրադիր մի հատ թոշակները 10,000 դրամով բարձրացրինք։ Ինչի հնարավորություն ունեին Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին իշխանությունները։ Թե ինչի չեն արել, կարող եք այդ հարցի պատասխանը գտնել նրանց անձեռակերտ դղյակների պատերը նայելով։ Ներդրել պարտքով 102 միլիոն եվրո, եթե չեմ սխալվում, վարկային պարտավորություն եք ստանձնել, որպեսզի համակարգը։ Ես կարծում եմ, որ դա շատ լավ գին է մեր թոշակառուների եւ մեր ծերերի առողջության համար։ Այո, պետական պարտքը նույնիսկ եթե ներգրաված է եղել, դա շատ նորմալ է, պետական պարտ նախկինում էլ է ներգրաված եղել, բայց չգիտես ինչի ոչ մեկ դրանից ոչինչ չի տեսել, իսկ հիմա պետական պարտքը երբ որ ներգրավում է, մարդիկ տեսնում են, որ իրենց տատիկները, պապիկները, իրենց ծնողները անվճար բուժում են ստանում։ Մեր ծերերի առողջությունն էլ, եթե ձեզ գումարի գինն է հետաքրքիր, մեր համար անգին է։ Պարոն Ալեքսանյան, ինչպես նշեցիք, կանդիմության վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն է լինելու, այդ դեպքում իրենք ինչու են խուսափում, հա, այդպես բարձ խոսել դրա մասին, մտածում են, որ գուցե ժողովուրդը այսպես հիասթափվի ձայն Դե որովհետև Քոչարյանի խմբակցության падգամավորները այդ մասին պարբերաբար հարցազրույցներ են տալիս։ Վերջերս կարծեմ պարոն Արտուր Խաչատրյանն էր, որ փաստացի ասեց հետևյալ, դե միջև ընտրությունը պարզ է, տենց պետք է ասեն, այ հետո կխոսանք։ Պարոն Ալեքսանդր, գնեք, դուք որ ասում եք Քոչարյանի պատգամավորը Ծառուկյանի ցուցակում է։ Նորմալ է, որ օրինակ Լուսավոր Հայաստանից պարոն Կոնջորյանը եկավ, Պապոյանը վերագրում էին հանրապետական լինելը, ձեզ հայտնի է, որ ձեզ վերագրում էին ԼՀԿ։ Դե, հա, դա ստերի այն բազմաթիվ շարքն է, որ բարբերաբար ինձ հետ փորձում են կապեն հենց որ հատկապես ճարահատ վիճակում են հայտնվում ընդդիմադիր գործիչներ, օրինակ չգիտեմ, ինչ որ ստացվում է մի դրվագ, որ հետոս գալիս են բանավեճի, ջախջախվում են ակնհայտորեն, հետո սկսում են այս սուտը նորից տիրաժավորել, բայց նորմալ է մի քաղաքական թիմի հետ քաղաքական համագործակցությունը դադարեցնել օրինակ, մյուսի հետ քաղաքական համագործակցություն սկսելը հատկապես եթե այստեղ ինչ-որ տենց բան չկա էլ, նույն բևեռի ուժերի մասին է ենթադրենք խոսքը, եթե սրա մասին է խոսքը, բայց երբ որ գործող, հիմա ոնց որ պատկերացնեք, հիմա ոնց որ մեր խմբակցությունից ինչ-որ մեկը գնա մտնի առանց խմբակցությունից դուրս գալու, գնա մտնի ինչ-որ մի այլ ցուցակ, ու այդ ցուցակը հայտարարի, որ իրանք Նիկոլ Փաշինյանին ձայն չեն տալու։ Դա աբսուրդ չի հնչի, ձեզ համար ինձ թվում է աբսուրդ կհնչի, ու բոլոր խմբակցության անդամ է։ Բայց խմբակցության անդամ է։ Հիմա մեր խմբակցությունում այս պահին անկուսակցական Անդրանիկ Քոչարյանը օրինակ մեր խմբակցությունից անկուսակցական падգամավոր։ Հիմա որ խմբակցության անդամ լինելով գնա ուրիշ ցուցակ ու նման բան հայտարարի, դա նորմալ կլինի։ Եվ պարոն Ալեքսանյան ամփոփելով վստահ եմ ձեզ էլ հասած կլինեն բնակիչների մտահոգություններ, որ ինչ որ մարդիկ տարածում են, որ ընտրություններից հետո թոշակները նորից այդ ինչ որ ավելացել է հետ են տանելու, առողջապահության ապահովագրությունն են անելու, սոցիալական ծրագրեր են կրճատելու,
Ինձ թվում է դա անդիմության նախընտրական ծրագիրն է, որը չգիտես ինչի արդյունքում արտահոսք են տվել իրանք, այո, սիրելի քաղաքացիներ, ես վստահ եմ ուղղակի, որ եթե անդիմությունը ընտրվի, անդիմությունը եթե մեծամասնություն կազմի եւ թոշակներն են իջնելու եւ առողջապահության ապահովագրությունն է վերանալու եւ պատերազմը սկսելու Հայաստանի Հանրապետություն։ Ինչի եմ սրանում վստահ, որովհետեւ կներեք, բայց այդ մարդկանց կոռուպցիոն ախորժակը այլ բանով պահել չի լինի։ Այսքանը Պարոն Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ նախաճաշում էր Հայաստանի խոշոր գործարանների հետ։ Հետաքրքիր զուգադիպությամբ 8 տարի առաջ նույն այդ օրը հրապարակվել էր մի սկանդալային աղմկահարույց ձայնագրություն, որտեղ հանրապետական Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ գրուպի աշխատակիցներին եւ այլ բիզնեսի աշխատակիցներին ստիպում էին ծանոթ բարեկամ ընկերներով, հարևաններով գնալ եւ Արտակ Սարգսյանին ընտրել։ Այդ դեպքով Արտակ Սարգսյանը որևէ պատասխանատվության չի ենթարկվեց եւ հիմա մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի չենթարկվեց, ես եթե չեմ սխալվում, դե ինչի հիմքով է կարճվե, ես չեմ հիշում։ Քաղաքական բաղադրիչին պատասխան։ Ահա, օքեյ։ Եվ մենք հիմա տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր մեղադրանքների արժանացած մարդիկ, օրինակ պարոն Սամվել Ալեքսանյանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր ի վերջո Մալազիայի ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությանն է, թե Սամվել Ալեքսանյանի անձնական ոստիկանությունն է եւ հայկական ժամանակ Շատ լավ, պարոն Կիակոսյան, խնդրում հարցը ձևակերպեք, էլ։ Այդքանը որ թվակերպ։ Հա, ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանը շատ մեղադրանքներ ունի ճեցրած Սամվել Ալեքսանյանը։ Եվ ինչպես է ստացվում, որ Սամվել Ալեքսանյանը ըստ Նիկոլ Փաշինյանի մարդ առևանգելու համար պատասխանատվության չի ենթարկվում եւ որպես խոշոր գործարար նախաճաշում է վարչապետի հետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ ու առհասարակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարգելի գործընկերներ նաեւ տնտեսության համար պատասխանատվություն ունեն ու շատ մեծ պատասխանատվություն ունեն։ Այն որ զուգահեռ ձեր նշած մարդկանցից առնվազն մեկի հետ կապված վերջերս նաև հրապարակում էր եղել, որ նրան ձերբակալել են եւ այլն եւ այլն։ Ու այդ այսքան չեմ դեմա Արտակ չեմ հիշում ինչ որ նմանատիպ դե մի խոսքով տենց նմանատիպ մամուլում առնվազն կամ հրավիրվել էր հարցաքննության ու մեղադրյալի կարգավիճը, եթե չեմ սխալվում, բայց գուցե դա էլ էական չի։ Իրավապահ համակարգը անում է իր գործը, բայց կառավարությունը նաև պատասխանատվություն ունի զբաղվելու Հայաստանի Հանրապետության տնտեսության։ Ու կներեք Սամվել Ալեքսանյանը ոչ մի բանի համար պատասխան չտվեց, բաց այն փակցված հարկերը վերադարձնելը, ոչ ընտրակերտարության համար, ոչ նույնիսկ որ Մալազիայում խացով հարվածում էր հեղափոխություն անող Նիկոլ Փաշինյանի կոչով փողոց դուրս եկած քաղաքացիներին։ Դե ես կարծում եմ այդ դեպքերի համար պետք է լինի անհատական բողոք, որպես այդպեսի կոնկրետ ձեր նշած դեպքի համար, բայց մնացած հարցերը ձեր նշած իրավապահների տիրույթում են։ Իսկ ինչ վերաբերվում է բուն կառավարության գործունեությանը հազար ներողություն, բայց մենք չենք կարող գնանք ու լուսնից նոր տնտեսություն բերել Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Հանրապետությունում կա գործարարների կոնկրետ շերտ։ Ու ես օրինակ գիտեք, ես վերջերս ինչ որ տենց նաև դիլեմայի առաջ էինք, թե ընկերներով խոսում էինք, թե որ մարզասրահը արժի գնալ։ Ու ինչ որ բայ որ դե այս մեկը այս մեկինն է, այս մեկը այս մեկինն է, այս մեկը այս մեկինն է, այս մեկն է այս մեկինն է, որը գնանք վերջի վերջո։ Ուտես պարզվեց, որ եթե այս սկզբունքով առաջնորդվենք, որ տնտեսական կոնկրետ այս մարդկանց պատկանող օբյեկտներից չենք օգտվելու կամ նրանց տնտեսական գործունեության հետ կապված փորձելու ենք առնչություն չունենալ, ուղղակի պետքա ոչ մի բան չանենք, որտեղ ստացվել է նենց, որ Հայաստանի Հանրապետությունում այո նախկին իշխանության ներկայացուցիչները փաստացի տնօրինում են Հայաստանի Հանրապետության բիզնեսի շատ մեծ մասը, բայց սրան զուգահեռ կա ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանչման մասին օրենքը, որը շատ պարոն Կիրակոսյան խնդրում եմ, որը շատ դանդաղ, շատ այսպես բանեղած, շատ բոլորի կողմից քննադատվելով, բայց դանդաղ, բայց վստահ քայլերով շարժվում է ու ցանկացած մեկը ով կարա որևէ առնչություն ունենա ապօրինի գույքի հետ, միանշանակ թե հիմա, թե նախկինում, թե հիմա եւ թե ապագա միանշանակ վերադարձնելու է իր կողմից թալանվածը։ Արտոնյալ գործարարներ Հայաստանում չկա։ Ծառայել են նախկին իշխանություններին, հիմա ծառայում են գործող իշխանություն։ Խոսքը այդ մասին է, պարոն Ալեքսանյան։ Եվ դուք որպես իշխանություն հարգելի Ռուզաննա, հազար ներողություն, մենք ծառայողների կարիք որպես այդպեսին չունենք։ Գործարարները ձեզ որևէ Մենք ծառայողների կարիք որպես այդպեսին չունենք։ Սպասարկում են ձեր իշխանությունը։ Դե սպասարկողների կարիք էլ որպես այդպեսին չունենք, հարգելի Ռուզան։ Եթե ինչ որ մեկը աջակցում է ինչ որ քաղաքական ուժի, դա իր գործն է։
Մենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ակնկալում ենք յուրաքանչյուրից, ակնկալում ենք միայն մեկ բան՝ իր ձայնը։ Ձեզնից էլ եմ ես ակնկալում ձեր ձայնը հունիսի 7-ին, հարգելի Ռուզաննա, եւ հուսով եմ, որ դուք ձեր քվեն, ձեր խղճի առաջ հանգիստ լինելով Հայաստանի Հանրապետության առաջ ձեր ստանձնած պատասխանատվության առաջ, դուք կքվեարկեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Ակնկալում եք քվեարկել։ Չգիտեմ, իրեն պետք է հարցնեք ժողովրդին, ես չգործ ունեմ իմ Դե ինքն էլ է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում դրա Եվ դուք էլ եք հանդիպում բարբերաբար գնում եք կառավարություն հարցեր եք տալի, հանդիպում եք, աջակցում եք։ Ուրախ կլինեմ, եթե աջակցեք, շատ նորմալ է, շատ ողջունում եմ դա, հունիսի 7-ին ձեր աջակցությունը խնդրում եմ փաստաթղթավորված քվեի տեսքով կտակ մեր քաղաքական ուժին։ Շնորհակալ եմ։